Բարև բժիշկ, շնորհակալ եմ ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար եւ կխնդրեմ, քանի որ այսօր խոսելու ենք էնդոպրոթեզավորումից, նախ ներկայացնեք արթրոզի պատճառները։ Արթրոզը հոդերի մաշվածությունն է, որը հիմնականում հանդիպում է խոշոր հոդերում, կոնքազդրային եւ ծնկան հոդերում, քանի որ ավելի շատ ծանրաբեռնված են խոշոր հոդերը։ Արթրոզի առաջացման պատճառները տարբեր են՝ քաշի ավելացում, տարիքը, հորմոնային դիսբալանսը, որը 50+ տարիքային խմբերում կանանց մոտ է հաճախ հանդիպում, նախկինում ստացած վնասվածքները եւ ինչպես նաեւ լինում է իդիոպաթիկ, այսինքն երբեմն արթրոզի առաջացման պատճառը չի հայտնաբերվում։ Նշեմ ինչպես է արտահայտվում արթրոզը՝ հոդացավերով, հոդերում այտուսվածությամբ, կարկամությամբ, շարժումների սահմանափակումով։ Բժիշկ, նախկինում էնդոպրոթեզավորումը ենթադրում էր շատ ավելի բարդ ընթացք, նաև հետվիրահատական ընթացք, այժմ բժշկական վերջին նորամուծությունները թույլ են տալիս ավելի հեշտացնել այդ ընթացքը եւ հետվիրահատական ընթացքը բավականին կարճացել է։ Կցանկանայի ներկայացնեք, թե ինչ նորամուծություն ունեք հոդերի էնդոպրոթեզավորման ոլորտում, որոնք իսկապես փոխել են վիրահատության որակը եւ կյանքին ավելի շուտ ադապտացնելու ընթացքը։ Վերջին տարվա ընթացքում էնդոպրոթեզավորման ոլորտում կատարել եմ 2 նորամուծություն, առաջային վիրահատական մուտքով կոնքազդրային հոդի էնդոպրոթեզի տեղադրում, երկրորդ նորամուծությունը բիկինի վիրահատական մուտքով կոնքազդրային հոդի էնդոպրոթեզի տեղադրումն է, որի առավելություններն են մինիմալ ինվազիվ վիրահատական մոտեցում է սա, կատարում է մոտ 6 սանտիմետր չափսով կտրվածք աճուկային ծալքում, որը վերջնական փուլում պլաստիկ կարերով վերականգնվում է եւ սպին անհետանում է աճուկային ծալքում։ Երկրորդ առավելությունը էնդոպրոթեզը տեղադրվում է առանց մկաները հատելու, որը նպաստում է հիվանդի վաղ վերականգնմանը, վաղ ապաքինմանը։ Ինչպես նաեւ օգտագործվում է ստանդարտ ոտիկից մոտ 2 անգամ փոքր ոտիկ, ազդրոսկրը խնայելով օրգան պահպանողական վիրահատություն է, հետագայում ռևիզիաների ժամանակ ճիշտ մոտեցում է այս ոտիկի կիրառումը։ Եվ էնդոպրոթեզը ունի հատուկ ծածկույթ սիլիկոն կարբոն, որը հակաալերգիկ է եւ հակաբակտերիալ, նպատակահարմար է լավագույն մեթոդն է կիրառել ալերգիկ, դիաբետիկ եւ բորբոքային ռիսկի խմբի հիվանդների համար։ Ավելի հեշտ է, հա, ձուլվում մաշկի մարմնի մեջ, հա, այդ ինչ որ ինքը հակաալերգիկ է, բուժարուներ կան, որ ունեն ալերգիա մետաղներից, ինքը հակաալերգիկ ծածկույթով է եւ բուժարուներ կան, որոնք ունեն քրոնիկ բորբոքումներ, իր ծածկույթը հակաբակտերիալ է, որը նպատակահարմար է կիրառել նման խմբի հիվանդների համար։ Բժիշկ, իսկ վերականգնողական փուլը ժամանակի առումով որքան է կարճացել, որքան ավելի հեշտ է հիմա ընթանում այս կարգի վիրահատությունից հետո։ Այս մեթոդով վերականգնողական փուլը մոտ 1 ամիս կրճատվել է, այսինքն հիվանդը ավելի վաղ է ակտիվանում եւ վերականգնում հոդում շարժումների ծավալը։ Բժիշկ, կցանկանայի նշեք, թե որքան են ծառայում այս էնդոպրոթեզները, դրանք ողջ կյանքի համար են, թե չնախատեսվածից ավելի շուտ կարող են ռևիզիայի կարիք ունենալ, փոփոխելու կարիք ունենալ։ Մեր կենտրոնում օգտագործում են գերմանական վերջի սերնդի էնդոպրոթեզներ, որի շփող մակերեսը կարող եմ ցույց տալ։ Շփող մակերեսը ինքը պոլիէթիլեն կրոսլինկետ համակարգով է պատրաստված, որը ըստ գերմանական էնդոլաբ լաբորատորիայի գրեթե 30 տարի չի մաշում։ Էնդոպրոթեզները միջինում ծառայում են բուժարուներին 20 տարի, մեկի մոտ կարող է 30 ծառայել, մեկի մոտ 15 տարի, եւ 20 տարի հետո կարիք է լինում ռևիզիոն էնդոպրոթեզի, այսինքն հին էնդոպրոթեզը